Դաս 6-րդ սովորում ենք գլազուրապատման գաղտնիքները։ Մենք ունենք առանձին սենյակ, որտեղ գտնվում է մեր վառարանը։ Այստեղ մենք իրականացնում ենք գլազուրապատման եւ թրծման ամբողջ գործընթացը։ Գլազուրը պատրաստվում է ապակու փոշուց։ Այն խառնում ենք ջրի հետ եւ ստանում հատուկ լուծույթ, որով էլ ծածկում ենք մեր աշխատանքները։ Գլազուրապատումից առաջ պետք է ջրով մաքրել կավե իրերը։ Այն կարևոր է, քանի որ փոշու առկայության դեպքում գլազուրը լավ չի ստացվի եւ թրծումից հետո կլինեն պղպջակներ։ Եկեք հասկանանք ինչպես տարբերել թրծված կավերը չթրծվածից։ Միատ կտկտացնում ես իր ձայնից, դες զնգում է։ Չթրծածը ինքը խուլա ձայնը ու հեշտ կոտրվում է։ Եթե ոչ մի բան չկա, չես հասկանում այդ պահը, մի հատ կամ գույնը ինքը ավելի բաց գույն է, մի հատ մատը թրջում ես ու սենց ես անում։ Չի մնում չէ հետք մատիդ վրա։ Այսինքն իսկ հում կավը, եթե դու սենց արեցիր, ինքը անպայման հետք է թողելու ու ստեղ փոս է անգնելու։ Անցնենք գլազուրապատմանը։ Բռնեցի իրան, մցրեցի միջը ու հանեցի։ Սեք ինքը չորացավ արդեն։ Ինքը արդեն չոր է։ Տակերը պարտադիր մաքրում ենք, տակը պիտի գլազուր չլինի, թե չկպնի դարակին էլ չկարապոտեք։ Քերում ենք իրան ու սրբում եմ ստեղ։ Կողքերը չեմ մաքրում, ինքը հետո սենց սիրունանում։ Սենց մի հատ սենց պիտի պատշո, ինքը արդեն պատրաստ է։ Այս տեխնիկայով փորձում են գլազուրապատել իրենց աշխատանքները։ Գլազուրապատումից հետո, ինչպես նշեց ընկեր Լուսինեն, պարտադիր մաքրում են այն հատվածը, որը հենվելու է վառարանին, իսկ բաց հատվածները լրացվում են գլազուրով։ Այս գործընթացն ավարտելուց հետո բարձրանում ենք շարունակելու մեր մշակումները։ Ավելացնում ենք գույներ եւ կատարում ենք շտկումներ։ Հեշտ էր, բայց ընդունել իր նյուանսները, բայց իրական երևի հեշտ process է։ Այո, գլազուրապատումը շատ արագ միանգամից մեջ թաթախելով արեցի։ Ես մտածում եմ մենակ իր տակի մասն, բայց փաստորեն ինքն ինձ հարկերով էր, ինձ բավական տարողունակ այսականից։ Այո, մտածում եմ նույնիսկ կարող է շատ sense մեծ վառարան լինի։ Բայց էլի բավական շատ բաներ մեջ տեղավորվում։ 1220 Երկուսը հիշում է, բայց հիշում որտեղ է, էլի։ Ջերմաստիճանային ռեժիմներ կան, դրանք ռեժիմի ջերմաստիճանների ժամերը բոլորը անգից չեմ հիշում, բայց գիտեմ, որ երբ փուլով ենք անում, հատ նախնական ենք թրծում, հետո ջնարակելուց հետո առանց։ Առաջին անգամ անում ենք առաջին թրծում, հետո անում ենք ինչ-որ ուղումներ, եթե կարիք կա, ներկել, խարտել եւ այլն, դրանից հետո գլազուրապատում ենք եւ մի հատ էլ թրծում ենք եւ դրանից հետո ոչ մի չենք կարող անենք։